դուք այն կառույցի ղեկավար նշանակվեցիք, որի նախկին ղեկավարին SMS-ի միջոցով հեռացեցին։ Մտավախություն չունեք SMS մի օր կամ մի օր մեյլով, օրինակ ասեմ պարոն Պողոսյան, շնորհակալություն, ցտեսություն ձեզ։ Տիկին Մանուկյան, ես այդ հարցին մի անգամ էլ այդ հարցը ուղեցին, այս հարցը տարբեր պաշտոնյաների այնքան է հնչել այս հարցը, անկեղծ եմ ասում, այս հարցին ես պատասխանել եմ եւ նույն պատասխանն եմ տալու։ Դուք լսել եք իմ պատասխանը։ Չեք լսել։ Որ չեք լսել, դե ստիպված նորից այդ պատասխանը կրկնեմ ըստ էության։ Յուրաքանչյուրս մենք պատրաստ ենք ծառայել մեր երկրին այնքան ժամանակ, քանի դեռ մեր կարիքը կլինի։ Յուրաքանչյուր անգամ ցանկացած պաշտոն ստանձնելուց պետք է նաև պատրաստ լինենք այդ պաշտոնը լքելու անկախ ձևաչափից։ Իրավապահ մարմինների նկատմամբ ուժային կառույցի ղեկավարի նկատմամբ օբյեկտիվ է, հարգալից է, բարոյական է այդպես SMS-ով ասել շնորհակալությունը։ Դուք երկար տարիների ծառայության փորձ ունեք, պարոն Պողոսյան, դուք երկար տարիներ ուժային կառույցում եք։ Երկար տարիների ծառայության փորձ ունեմ, եւ եթե ես ինքս իմ աշխատանքով, վերաբերմունքով նույնիսկ զգամ, որ իմ հետագա պաշտոնավորումը աննպատակահարմար է, ես նույնիսկ չեմ սպասի այդ SMS-ին։ Դուք ո՞նց եք իմանալու, պարոն Պողոսյան, որ ես դա չեք աշխատել։ այ նշեց, չէ՞, փորձը։ Այդ փորձով ես կզգամ ու նաև ես ինքս իմ աշխատանքը կարող եմ գնահատել։ Պարոն Պողոսյան, երեք Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ արդարադատությունը ոչ թե ուշանում է, այլ տեղ չի հասնում եւ ասաց, որ կառույցները իրավապահ մեկը մյուսի վրա է գցում պատասխանատվությունը եւ այդպիսով արդարադատություն Հայաստանում չի կայանում։ Հիմա օրինակ քննչական կոմիտեն արդյոք անում է ամեն բան, որ չծկծկի գործերը կամ իր գործառույթները ճիշտ կատարի, չուշացնի արդարադատությունը եւ տեղ հասցնի։ Հիմա շնորհակալություն ձեր հարցի համար։ Հիմա դուք ինձ դրդում եք, որպեսզի ես ինքնագովազդով զբաղվեմ։ Ասեմ, որ քննչական կոմիտեն իրականում այդ խնդիրը կա։ Եթե մենք ունենք այսօր քրեական վարույթներ, որ առնվազն 7 տարի, 8 տարի դեռևս նախաքննության փուլում են, ուրեմն խնդիր կա, չէ՞։ Մենք մեր խնդիրները առաջի հերթին պետք է հասկանանք, եթե մինչև խնդիրները չհասկանանք, այդ խնդիրները չվերհանենք, դրանց լուծման ուղղությամբ միջոցներ չձեռնարկենք, այդ վարույթները շարունակելու են առկա լինել։ Այսինքն, քանի դեռ կա տևական ժամանակ քննվող քրեական վարույթներ, որոնցով դատավարության մասնավոր մասնակիցները մեզանից արդարադատություն են ակնկալում, ուրեմն մենք այդտեղ անելիք ունենք։ Ես կիսում եմ դատախազությանը, դատարաններին, դատավորներին որտեղ է։ Ես առաջի հերթին մեզ եմ մեղադրում, ինքս այս համակարգում առաջի հերթին ես ինձ եմ մեղադրում, քանի դեռ կան այդպես վարույթներ եւ ինձնից կախված ամեն ինչ չեմ արել այդ վարույթների ընթացքը լուծել, ուրեմն առաջի հերթին ինձ եմ մեղադրում։ Պարզ է, չէ՞ պատասխանը։